Իշխանյան կցանկանայինք մի փոքր ներկայացնեիք այսօր սահմանադրական դատարանի դիմաց ակցիա անելու կամ ակցիա չի մամուլի ասուլիս է, մենք ուրեմն հանրային դաշինք խումբ էր ձևավորվել հունվարին, որը ամբողջ անունը սենց է հանրային դաշինք իշխանությունների հակակշռման համար, այսինքն մեր նպատակն է, որպեսզի ցույց տանք, որ ոչ թե անձերից է կախված խնդիրները, որտեղ մեր հանրությունը շատ այտենց անձերով պայմանավորում բոլոր խնդիրները, այլ համակարգն է թույլ տալիս, որպեսզի անձը անի ինչ մտքով երևակայի, այսինքն սահմանադրության ներպետական օրենքներով իրանք օրինակ քաղաքացիական պայմանագիրը ստանում է հնարավորություն ունի ստանալու այնպիսի իշխանություն, որ թե անկախ մարմինները ինքը նշանակի, ասենք, չգիտեմ, մի դատախազը, մի կուսակցությունով նշանակում են, չէ՞, ու այդպիսով կարողանում են վերահսկել ամբողջ համակարգը Հայաստանում ու որևէ հակակշռում չի լինում, որպեսզի նրանց զսպի ապօրինություններ չանեն։ Եթե լիներ այդ հակակշռումը, որ զսպեր նրանց ապօրինություններ չանեին, դատաիրավական համակարգը այնպես կառուցված լիներ, որ չկարողանային անել, ամենայն հավանականությամբ այսպես հեշտությամբ նրանք չէին կարող խախտել օրենքները եւ սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը։ Այսինքն ստացվում է, որ անսահմանափակ իշխանությամբ են կարելի ասել օժտված իշխանությունները, իսկ ինչ եք կարծում, հնարավոր կլինի այսպիսի քայլերով հասնել նրան, որ այդ սուպեր վարչապետական կոչվածը այսպես ասած չլինի ու կարողանան պայքարել դրա դեմ։ Ուրեմն մեր խմբի ձևավորման նպատակներից մեկը այն է, որ մենք բոլոր ուժերից, ակտիվ ուժերից ստանանք պատասխան իրենց դիրքորոշման հետ կապված, թե ինչպես են վերաբերում այս համակարգին, ու արդյոք պատրաստվում են, եթե իշխանության կամ պատրաստվում են փոփոխություններ իրականացնել, մենք 27 ուժի արդեն ուղարկել ենք հարցում, ստացել ենք պատասխաններ, գնավոր, բարավոր, ոմանցից չենք ստացել, որը նույնպես վերաբերմունք է, բայց մեր մյուս երկրորդ կետն այն է, նպատակը այն է, որ մենք հանրային գիտակցության մեջ կարողանանք բարձրացնել այդ գիտակցությունը, որ անձերից ու խմբերից չի կախված այս իրավիճակը, այլ կապված է այն համակարգից, որը ստեղծում է անսահմանափակ իշխանություն որևէ անձի կամ կուսակցության։ Հիմա եթե մենք այդ փիլիսոփայությունն ենք առաջ տանելու, բնականաբար այդ փիլիսոփայության միջոցով հանրությունը երբ գա այդ գիտակցությանը, բնականաբար այդ փոփոխություններին հասնելու ենք եւ Հայաստանը փորձելու է հանրությունը ձևավորել հենց այդ հակակշռման մեխանիզմները։ Չէ՞ որ 2018 թվականին հենց հանրության մեջ գործող այդ բաներով էր, նարատիվներով եկան իշխանության, այնտեղ չգիտեմ, թալանա, այնտեղ բանա, այդ կոռուպցիա է եւ սուպեր վարչապետական համակարգը, ու խնդիրը հենց այդ է, որ ստեղծվի այդ հնարավորությունը հանրային գիտակցության մեջ մտնի, որ անձով չի պայմանավորված այս խնդիրները ու սկսի պահանջել փոփոխություններ։ Եվ մի հարց էլ կապված հենց նախընտրական ցուցակի, կարելի ասել, խախտման հետ հակասահմանադրական կետերի, նույն 4 կետերը, որոնք եկեղեցուն էին վերաբերվում, ստացվում է կրոնի ծրագրի։ Այսինքն ստացվում է իրենք այդ հակասահմանադրություն են իրենց իրենք խոստացել են խախտել սահմանադրությունը։ Մենք գիտենք, որ իրենք խախտել են սահմանադրությունը, թեկուզ Արցախի հանձնման հարցով, թեկուզ Տավուշի տարածքների հանձնումը, որ առանց հանրաքվեի Հայաստանից տարածքներ են որոշել, կամ թեկուզ բանի կաթողիկոսին հեռացնելու հարցը, բայց հիմա նախընտրական խոստում են տվել, որ եթե գան իշխանության, խախտելու են սահմանադրությունը։ Պատկերացնեք, սա նույն բանն է, եթե ինչ-որ մեկը նախընտրական խոստում տա, որ եթե ինքը գա իշխանության, ասենք, չգիտեմ, կապույտ աչքերով մարդկանց համար գազախցիկներ սարքելու տանի բոլորին այնտեղ կոտորի։ Թու ես ու դու կապույտ աչքեր չունենք, բայց մենք ունենք հարազատներ, որոնք կապույտ աչքեր ունեն։ Սա նույն բանն է, այսինքն ինքը ասում է, ես գալու եմ կրոնի խղճի ազատությունների իրավունքը խախտեմ, ընդ որում միջազգային իրավունքով սահմանված, եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածն է խախտում, Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ հոդվածն է խախտում եւ 18-րդ, կրոնի մասին օրենքի եւ խղճի ազատության մասին օրենքի 17-րդ հոդվածն է խախտում։ Այսինքն մի շարք խախտումներ է խոստացել, որ պետք է անի։ Ստեղից հետեւություն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է
արգելի նրա մասնակցությունը։ Հանրությունը պետք է պահանջի, որպեսզի քաղաքացիական պայմանագիր չմասնակցի, որովհետև նույնիսկ եթե ուզում են նրանք ստանան 100% ձայն, նրանք չեն կարող լինել իշխանության, որովհետև նրանք խոստացել են խախտել սահմանադրությունը։ Ընտրությունները նրա համար է, որպեսզի իշխանություն ձևավորվի ու ըստ սահմանադրության մեր համակեցությունը ապահովի։ Հայ առաքելական եկեղեցին ամենամեծ կրոնական կազմակերպությունն է, ել չենք ասում, որ մեր ինքնության մեջ է, ամենամեծ վստահությունը ունի բոլոր ինստիտուտներից Հայաստանում, նույնիսկ բանակից է անցել, 70%-ից ավելի վստահություն ունի, նրանք խոստանում են, որ խախտելու են այդ հավատավորների, այդ կրոնական կազմակերպության հետևորդների, սպասավորների խղճի ազատության իրավունքը։ Սա ոչ միայն ներպետական հարց է, մեր սահմանադրության, այլև միջազգային իրավունքի։